Խոսում է Բաքուն, եթերում Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերի թողարկումն է Խփողոմոտը Գյուլիար Մամեդովան։ Համաշխարհային բանկը մտադիր առաջիկա 5 տարիների ընթացքում վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջոցով Ադրբեջանին տրամադրել 1 միլիարդից մինչեւ 1.5 միլիարդ դոլար։ Ֆինանսավորման ծավալը կախված կլինի վարկավորման համաչափությունից։ Ադրբեջանի կառավարության հայցով 2025-2026 ֆինանսական տարիներին վզեբի նախնական պլանը ներառում է 4-5 նոր նախագիծ։ Միջին տարեկան ֆինանսավորումը կկազմի 250-400 միլիոն դոլար։ Մասնավորապես նախատեսում է միջոցներ հատկացնել հետևյալ նախագծերի համար զբաղվածության աջակցության նախագծի լրացուցիչ ֆինանսավորման համար 150 միլիոն դոլար, տարածաշրջանային նախագծի շրջանակներում վերականգնող էներգիայի աղբյուրների օգտագործման ընդլայնման համար 225 միլիոն դոլար, մրցունակ եւ կայուն գյուղատնտեսության զարգացման համար ներառյալ ռոռոկոմո 400 միլիոն դոլար, Բաքվի զարգացման նախագծի համար 100-ից 300 միլիոն դոլար։ Զանգիլանի շրջանի աղալը գյուղատնտեսական նշանակության հողերը մշակման համար կփոխանցվեն ֆերմերներին առանց վարձավճարի։ Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարարության հողօգտագործման վերահսկողության վարչության պետ Ֆիրիդուն Թաղիևը։ Նրա խոսքով հայտերի ընդունումը մեկնարկել է մարտի 1-ից։ Ցանքսի համար պատրաստված 110 հեկտար ռոռոկելի հողատարածք հատկացվել է մշակման։ Դրան գտնվում են գյուղի մոտ եւ յուրաքանչյուր հողատարածք բաղկացած է լինելու առնվազն 5 հեկտարից, նշել է նա։ Ադրբեջանում սպառողական վարկերի, այդ թվում վարկային քարտերի պահանջարկը աճել է։ Դա բխում է Ադրբեջանի կենտրոնական բանկի վարկավորման գործունեության վերաբերյալ հարցման արդյունքներից։ Ըստ էգությունների հիմնական գործոնը, որը ազդել է պահանջարկի աճի վրա, եղել է թվայնացումը։ Բանկերը կանխատեսում են, որ հաջորդ երամսյակում ընդհանուր սպառողական վարկերի եւ վարկային քարտերի պահանջարկի փոփոխություն չի լինի։ Հարցված բանկերի 85%-ը նշել է, որ տնային տնտեսությունների պարտքի մակարդակի փոփոխություն չի եղել, իսկ 15%-ը չափավոր աճ։ Հաշվի առնելով միջանցքով տարանցի գերտիվեկության աճող պահանջարկը վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ միացման նոր նախագծեր ուսումնասիրելու համար։ Այս մասին ասել է Ադրբեջանում ՎԶԲ ներկայացության ղեկավար Նատալի Մուրավիձեն։ Տարածաշրջանային կապի զարգացումը Ադրբեջանում 2025-2030 թվականների համար ՎԶԲ հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Ժամանակակից եւ արդյունավետ տրանսպորտային ենթակառուցվածքը վճռորդեր է խաղում առևտրի զարգացման եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի մեջ եւ մենք պատրաստ ենք աջակցել այդ ուղղությամբ երկրի ջանքերին։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության տնտեսական լուրերը։